Նախ ողջույն բոլորիդ։ Ինչու են հետապնդում, դա այս իշխանությունների սովորական գործելավոճն է։ Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի եւ նրան չեն ձերբակալի մի շինծու գործով։ Ես կարող եմ բոլորին հավաստիացնել, որ սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի եւ չի կարող ունենալ, սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետեւ սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա ընտրություններին համապետական մարդկանց շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս գործին, ես ձեզ հավաստիացնում եմ, ես իհարկե շատ մանրամասն տեղյակ չեմ քրեական գործի նյութերին, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս գործը դատական վախճան չի ունենալու, այսինքն մեղադրական դատական ակտ չի կարող այս գործը ունենալ անգամ այս իրավիճակում, երբ ապօրինաբար է գործում ամեն ինչ, երբ ապօրինաբար քրեական վարույթները հարուցվում, որովհետև չկա կատարված հանցագործություն։ Գիտեք, ընտրությունները եւ առհասարակ քաղաքական գործունեությունը իրանից ենթադրում է որոշակի մարդկանց ներգրավում, բայց չգիտեմ, Քարոզ Արշավի ժամանակ սրա նրա տարբեր գործերի համար։ Հիմա եթե դա հանցանք է, ապա ինչի է դա հանցանք միայն ընդդիմադիր ուժերի համար։ Այսինքն ենթադրվում է, որ կուսակցությունը օրենքի շրջանակում ինչ-որ գործողություններ է արել, գումարներ է ծախսել, դա նկատի ունեն իրենք։ Ես անկեղծ ասած մանրամասն գործի նյութերին չեմ տիրապետում, բայց ես կարող եմ հստակ մի բան ասել, որ Հայրենիք կուսակցությունը որևէ մի լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել ու նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև բնության մեջ նման բանը բացակայում է առհասարակ։ Այդ դեպքում ինչու են հենց իրավապահները ինչ հիմքերից ելնելով են նման նախաձեռնություն սկսել։ Գիտեք, ընտրությունները վաղ շաբաթի տեղի ունեցել նոյեմբերի 18-ին, ինչի եղավ դեկտեմբերի 30-ին այս գործողությունները, իմ համար անկեղծ ասած անհայտ է եւ զարմանք առաջացնում, մարդուն ձերբակալում են, խոսում ենք ոչ թե հանցագործության պահին ինչ որ գործողություն անելու, ձերբակալելու, հանցագործությունը կանխելու, չենք խոսում ինչ որ ռեցիդիվիստի մասին, խոսում ենք քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսորի մասին, Խաչիկ Գալստյանի, ով իր պարկեշտությամբ շատերը իրեն ճանաչում են, գիտեն թե ինչ պարկեշտ մարդ է։ Ինչի են արել, չգիտեմ, այդ հարցի իրավապահներին է պետք տալ։ Գիտեք, եթե արդյունքում պարզվի, որ օրինակ հանցագործությունը ենթադրյալ եղել է նոյեմբերի 17-ին, 16-ին, 18-ին, ու տվյալներ են իրավապահ մարմինները ստացել այդ ժամանակ եւ տվյալների իրացումը արել են 1 ամիս ու կես ուշ, դա քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին անգործության համար։ Իսկ խոզարկությամբ ինչ է հայտնաբերվել։ Ոչ մի բան, ոչ մի արգելված բան չի գտնվել, արգրավել են հեռախոսները, ինչպես միշտ։ Իսկ Արամ Քոչարյանի հնարարանում։ Արամ Քոչարյանի, այո, ժամը 2-ին էլ Արամ Քոչարյանի հետ կապված դատական նիստ արդեն սկսել է, Արամ Քոչարյանի հետ կապված նույն մեղադրանքներն է, բայց ելի եմ կրկնում, որևէ անօրինական բան ոչ Արամ Քոչարյանը, ոչ Խաչիկ Գալստյանը չեն արել։ Սա իշխանության հարվածն է կուսակցությանը։ Նկատվում է, որ ձեր կուսակցությունը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, գրասենյակներ բացում տարբեր մարզերում, չեք կարծում, որ այս կերպ փորձում են ճնշել կուսակցությանը եւ փորձում են հետապնդում իրականացնել քաղաքական ակտիվությունը այո կա, նկատելի է ու ոչ միայն մեր կուսակցության նկատմամբ նման վերաբերմունք առհասարակ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքական հայտարարություններ անող անհատների նկատմամբ այդ վերաբերմունքը դուք գիտեք, որ աննախադեպ
քանակի քաղբանտարկյալներ կան այսօր հայաստանյան բանտերում, իշխանությունների կողմից հռչակված ժող բաստիոնում, բայց մենք տեսնում ենք, որ որևէ իրական հանցագործություն այս մեր քաղբանտարկյալները չեն իրականացրել։ Փաշինյանը ձեզ ուզում է ճնշել։ Փաշինյանը շատ բան կարող է ուզել, կարևորը ստացվի։ Ինձ ճնշել անհնար է։